մի զարմացիր զարգացման քո մակարդակի մի գալիք պահի, երբ հաջողությունը կյանքում քեզ այլևս չի հետաքրքրի։ Ինչ կարող է դա նշանակել։ Հոգու բարեշրջմանի մեջ գալիս է մի պահ, երբ գլխավոր հոգսը դառնում է արդեն ոչ թե ֆիզիկական մարմնի ողջ մնալը, այլ հոգու աճը, ոչ թե հաջողությունը, այլ եսի իրականացումը։ Որոշակի իմաստով դա ժամանակաշրջան է վտանգավոր, հատկապես ամենասկզբում, երբ ֆիզիկական մարմնի մեջ գտնվող հոգին արդեն գիտի, թե ով է ինքն իրականում, էություն մարմնի մեջ, այլ ոչ մարմին որպես էություն։ Քանզի իր հասունացման այդ աստիճանի վրա զարգացող էությունը սկսում է կարծել, թե ֆիզիկական մարմնի կարիքների մասին հոգ տանելը արդեն անիմաստ է դարձել։ Հոգին այնքան ուրախ է, որ իրեն վերջապես հայտնաբերել են։ Գիտակցությունը լքում է մարմինը և բոլոր հոգսերը մարմնի։ Գիտակցությունն այլևս ազատ է մարմնի բոլոր հոգսերից, էլ ոչ մի բանի վրա նրա ուշադրությունը չի կենտրոնանում։ Մարդկային բոլոր հարաբերությունները մի կողմ են դրվում, քայքայվում են ընտանիքները, չեն վերադարձվում պարտքերը, աշխատանքը նահանջում է հետին պլան, հաշիվները մնում են չվճարված, անգամ մարմինը կարող է սնունդ չստանալ երկար։ Ինչու՞։ Քանզի այժմ էության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է հոգու վրա, հոգու հոգսերի վրա։ Դա կարող է մարդուն հասցնել լուրջ անհատական ճգնաժամի, չնայած դրա հետ մեկտեղ նրա գիտակցությունը չի վնասվի։ Գիտակցությունը ճախրում է երկնքում։ Ուրիշներն ասում են քեզ, որ խելքդ գցել ես դու, եւ հավատա, որ դա ճիշտ է որոշակի իմաստով։ Երբ դու բացահայտում ես, որ կյանքն ընդհանուր ոչինչ չունի մարմնի հետ, հակառակ ուղղության վրա դա քեզ աններդաշնակության կարող է բերել։ Եթե էությունը սկզբում գործում էր ելնելով նրանից, որ մարմինն ամեն ինչ է կյանքում, հիմա նույն էությունն իրեն պահում է այնպես, կարծես մարմինն ընդհանրապես ոչինչ չի նշանակում։ Եվ իհարկե դա ճիշտ չէ, ինչպես շատ շուտով, երբեմն ցավալիորեն շուտով հիշում է էությունը։ Դու բաղկացած ես մարմնից, գիտակցությունից և հոգուց, դու եռամիասնական սուրբ էություն ես, և ոչ միայն քանի դեռ ապրում ես երկրի վրա, եռամիասնական դու կմնաս հավերժ։ Ոմանք ենթադրում են, որ մահից հետո մարմինն ու գիտակցությունը դեն են նետվում, բայց դա այդպես չէ, կարող ես վստահել ինձ, մարդու այդ կարևոր մասերը միշտ քեզ հետ են մնում։ Հետևում թողնելով իր ամենաթանձր մասը, մարմինը ձևափոխվում է, սակայն միշտ մնալով պատյանի մեջ արտաքին։ Գիտակցությունը ևս ճանապարհ է ընկնում քեզ հետ միասին, համախմբվելով հոգու և մարմնի հետ մեկտեղ, որպես մի էներգետիկ ծավալ երեք տարածքային։ Եթե երբևիցե նորից ընտրես վերադառնալ և նոր ֆիզիկական փորձ ապրել երկրի վրա, քո էությունն աստվածային նորից կբաժանի քո ասպեկտները հոգու, մարմնի և գիտակցության։ Իրականում դու մի միասնական էներգիա ես, բայց ունես 3 տարբեր բնութագրումներ։ Երբ դու որոշում ես բնակություն հաստատել նոր ֆիզիկական մարմնի մեջ այստեղ երկրի վրա, քո հոգևոր մարմինը դադարեցնում է իր թրթիռները այնքան, որպեսզի մարդիկ իրեն տեսնել կարողանան։ Այլ կերպ ասած, միայն որոշակի արագության վրա կարելի է մատերիա և ծավալ արտադրել, և այդ իրական մատերիան ստեղծագործությունն է մաքուր մտքի և գիտակցության, աշխատանքը քո բարձրագույն եռամիասնական էության մտավոր տեսանկյան։ Այդ մատերիան գիտակցության կողմից անմիջականորեն ղեկավարվող անթիվ մասնիկների համախմբումն է մի մեծ ծավալի մեջ, և երբ այդ մասնիկները ծախսում են իրենց էներգիան, գիտակցությունն այդ էներգիան վերականգնում է անվերջ։ Նոր էներգիան գիտակցությունը ստեղծում է իր նոր մտքից, իր անընդհատ նոր մտքից այն մասին, թե ով ես դու, իսկ հոգևոր մարմինն էլ այդ մտքերը որսում է, կարծրացնում է դրանք և նյութի է վերածում։ Քո մարմնի բոլոր բջիջները վերականգնվում են այդ կերպ մի քանի տարին մեկ անգամ։
Բարի բուն իմաստով ասած, դու արդեն նա ես, ով եղել ես ընդամենը մի քանի տարի առաջ։ Եթե գլխումդ կան մտքեր հիվանդության, ցավի մասին կամ զայրույթ, ատելություն, տրամադրություն, նեգատիվ, ուրեմն քո մարմինը մտքերդ այդ անպայման շուտով ֆիզիկական ձևի կվերածի։ Տարեցտարի, օրեցօր, ակնթարթ հրակնթարթ հոգին անվերջ դիտում է զարգացող այս դրաման եւ միշտ քո մասին ճշմարտությունն է պահանջում։ Իր սկզբնական նախագիծը նա երբեք չի մոռանում։ Նրա աշխատանքն է, որպեսզի ժամանակ առ ժամանակ ստիպի քեզ վերամտածել եւ վերահասկանալ եւ նորից վերհիշել ճշմարտությունը, թե ով ես դու, հետո ընտրել, թե դու ով ես ցանկանում լինել հիմա։ Այդպես շարունակվում է փորձի եւ արարման, կերպարների ստեղծման եւ նրանց իրականացման, նաեւ անհայտության մեջ ճանաչման եւ աճի բոլորաշրջանը այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այո, հենց այդպես։ Ինչ մեղքստակցնեմ, շատ բան կա դեռևս, որ պետք է բացատրել, բայց մեկը գրքի մեջ անհնար է եւ կարող է պատահել, որ անհնար է բացատրել դա մեկ կյանքի մեջ էլ։ Լավն այն է, որ դու սկսել ես արդեն, իսկ հիմա պետք է փորձես այդ մասին միշտ հիշել։ Ինչպես բոլոր ժամանակների ձեր մեծ ուսուցիչներից Ուիլյամ Շեքսպիրն է արդարացիորեն նկատել, շատ բաներ կան աշխարհում, եղբայր եմ Հորացիո, ինչ մեր իմաստունները երազում էլ չեն տեսել։ Երբ դու ասում ես, որ մահից հետո իմ գիտակցությունը գալիս է ինձ հետ, նշանակում է դա արդյոք, որ մահից հետո ես շատ լավ կիմանամ, թե ով եմ եղել։ Այո, անպայման։ Եվ ով ես միշտ եղել։ Քեզ համար անպայման կբացահայտվի այդ ամենը, քանզի հետ մահու մեծ օգուտ կբերեն քեզ քո գիտելիքները։ Օգուտ, որ ներկապահին բերել անկարող են։ Իսկ կլինի ինձ համար ինչ-որ հաշվետվություն, գնահատական։ Նրանում, ինչ դու անվանում ես կյանք մահից հետո, հավատա գոյություն չունի ոչ մի դատաստան։ Քանի որ դու հակված ես քեզ դատապարտելու եւ անողորմ ես այս կյանքում ինքդ քո հանդեպ, իսկ դատելիս էլ անկասկած քեզ ցածր կգնահատես, քեզ նույնիսկ թույլ չի տրվի, որ ինքդ քեզ դատես։ Ոչ, հավատա, ոչ մի հաշվետվություն չկա։ Դեմ կամ կողմ ոչ ոք չի քվեարկում։ Ձեր ապրած կյանքի ճիշտն ու սխալը միայն մարդիկ են հակված դատելու։ Եվ քանի որ դուք այդպիսին եք, դուք մտածում եք, ենթադրում եք, որ ես էլ հետևաբար պետք է այդպիսին լինեմ։ Բայց ես այդպիսին չեմ, եւ դա մեծ ճշմարտություն է, որը դուք ոչ մի կերպ չեք կարողանում ընդունել։ Չնայած մահից հետո դատաստան չի լինի, այնուամենայնիվ կլինի մեծ հնարավորություն նորից հայացք գցել այն ամենի վրա, ինչ մտածել ես, ասել ես, ինչ այստեղ արել ես դու։ Հայացք գցել եւ որոշել, կընտրես արդյոք դա նորից, ելնելով թե ով ես դու եւ ով ես ցանկանում լինել։ Ըստ արևելյան միստիցիզմի մեջ կամալոկայի ուսմունքի, մարդուն հնարավորություն է տրվում հետմահու վերապրել երբևիցե մտածած իր ամեն մի միտք, երբևիցե արտասանած իր ամեն մի խոսք, երբևիցե նախաձեռնած իր ամեն մի գործ եւ ոչ թե մեկ տեսանկյունով ինչպես ներկա կյանքում, այլ բազում տեսանկյուններով յուրաքանչյուր այլ մարդու, ում վրա դրանք ունեցել են որոշակի ազդեցություն։ Այսինքն մենք արդեն փորձել ենք այն, ինչ զգացել ենք, երբ մտածել կամ ասել ենք կամ ինչ-որ բան ենք արել։ Իսկ հիմա մենք ստանում ենք փորձը նրա ինչ այլ մարդ է հիշատակած այդ պահերից յուրաքանչյուրում զգացել։ Եվ հենց դրա վրա ենք մենք հիմնավորում մեր որոշումը, թե արդյոք մեր հետագա կյանքերում այդ կերպ նորից կմտածենք, կխոսենք, կգործենք։ Այդ մասին ինձ համար կան մեկնաբանություններ։ Այն, ինչ տեղի է ունենում քո կյանքում հետո, չափազանց անսովոր է, որպեսզի նկարագրվի այստեղ քեզ հասկանալի այնպիսի տերմիններով, որոնք դու կարող ես այժմ ընկալել։
Չէ որ այդ փորձն արդեն այլ տարածքային է, այսինքն վերաբերվում է մեկ այլ տարածքի, եւ այն սահմանափակ միջոցներով, ինչպես բառերն են, նման փորձը հստակորեն երբեք չի նկարագրվի։ Բավական է ասել, որ հնարավորություն կունենաս կրկին վերանայել ամբողջ կյանքդ իրական, առանց ցավի, առանց վախի եւ առանց դատապարտման, որ որոշես, թե ինչպես ես ընկալում քո այդ փորձը եւ դեպի ուր ես ցանկանում այդ փորձից հետո գնալ։ Ձեզանից շատերը կորոշեն, որ հարկ է մեկ անգամ եւս խստության եւ հարաբերականության այս աշխարհ վերադառնալ, որպեսզի հնարավորություն ունենան մեկ անգամ եւս փորձել իրենց ընտրություններն այս մակարդակի վրա։ Ուրիշները կվերադառնան մեկ այլ պատգամով։ Իսկ դու կվերադառնաս հոգուտ մտադրությամբ, որ խտությունից եւ մատերիայից ուրիշներին էլ ազատես։ Երկրագնդի վրա ձեր մեջ միշտ էլ կան նրանք, որոնք հենց այդպիսի ընտրություն են կատարել։ Նրանց նույնիսկ կարելի է տարբերել մյուսներից, քանզի ավարտված է աշխատանքը նրանց։ Նրանք նորից եկել են միայն եւ հստակապես նրա համար, որ ուրիշներին օգնել կարողանան։ Դա է նրանց հրճվանքը, նրանց ուրախությունը։ Նրանք չունեն այլ ձգտում, բացի ուրիշներին օգնելու հնարավորությունը։ Դու անպայման կհանդիպես այդպիսի մարդկանց։ Նրանք ամենուր են։ Նրանք կան ավելի շատ, քան դու կարծում ես։ Հնարավոր է, որ մեկին դու արդեն ճանաչում ես կամ լսել ես նրա մասին։ Իսկ ես նրանց թվում եմ։ Ոչ, եթե հարցնում ես, ուրեմն արդեն գիտես, որ դու նրանց թվին այսօր չես պատկանում։ Այդպիսիները չեն տալիս այլևս հարցեր, քանզի արդեն հարցնելու ոչինչ չկա այստեղ։ Այս կյանքում որտեղս դու պատգամաբեր ես, ճշմարտությունը փնտրողը, նրա մունետիկը երբեմն է, եւ մեկ կյանքի համար դա լրիվ բավական է, դրանով արդեն կարող ես դու երջանիկ լինել։ Օ, ես երջանիկ եմ, բայց չէ որ ինձ համար ես միշտ կարող եմ ավելի շատը հուսալ։ Այո, հենց այդպես է։ Միշտ այդպես էլ կլինի։ Քո կյանքում դու միշտ կհուսաս ավելին։ Դա հիմնադրված է քո բնավորության մեջ։ Դա բնությունն է քո աստվածային։ Քեզ տրված է միշտ ձգտել ավելի շատ լինել։ Եվ ուրեմն ձգտիր։ Ինչ էլ որ լինի, ձգտիր։